Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն, այսօր մենք փորձնական ճանապարհով կորոշենք հավաքող ոսպնյակի կիզակետային հեռավորությունը։ Դրա համար մենք պետք է գործնականում ստանանք առարկայի օպտիկական պատկերները ոսպնյակում և բարակ ոսպնյակի բանաձևով որոշենք կիզակետային հեռավորությունը։ Իսկ այդ հարցում մեզ կօգնի Գագիկը։ Ողջույն Գագիկ։ Ողջույն Լիաննա։ Ինչպես գիտեք, ոսպնյակը թափանցիկ երկու կողմերից գնդային մակերևույթներով սահմանափակված մարմին է։ Կախված ձևից ոսպնյակները լինում են հավաքող կամ ցրող։ Հավաքող ոսպնյակի ծայրերը բարակ են, իսկ կենտրոնական մասում ավելի հաստ է։ Ծայրերը հաստ և բարակ կենտրոնական մասով ոսպնյակը ցրող է։ Հավաքող ոսպնյակի առանձնահատկությունն այն է, որ իր վրա ընկած զուգահեռ ճառագայթները հավաքում են ոսպնյակի մյուս կողմի մի կետում։ Ոսպնյակի հաստությունը կարելի է անտեսել գնդային մակերևույթների շառավիղների համեմատությամբ։ Այդպիսի ոսպնյակը կոչվում է բարակ ոսպնյակ։ Բարակ ոսպնյակի համար ոսպնյակի կիզակետային հեռավորությունը F-ը, առարկայի հեռավորությունը ոսպնյակից U-ն և պատկերի հեռավորությունը ոսպնյակից V-ն կապված են։ 1/U գումարած 1/V հավասար է 1/F առնչությամբ, որը կոչվում է բարակ ոսպնյակի բանաձև։ Փորձը կատարելու և կիզակետային հեռավորությունը հաշվելու համար մեզ անհրաժեշտ են ներածական օպտիկական համակարգ։ Այն բազմաֆունկցիոնալ ուսուցողական սարք է, որը կիրառվում է օպտիկական երևույթները ուսումնասիրելու նպատակով։ Ներածական օպտիկական համակարգը բաղկացած է հարթ և երկար հենակետից, ալումինե ուղուց, որի վրա պլաստմասե տակդիրների միջոցով հնարավոր է տեղադրել տարբեր օպտիկական բաղադրիչներ, օրինակ ոսպնյակներ, լույսի աղբյուրներ, պինհոլներ, դիտման էկրաններ։ Սարքն օգտագործվում է լույսի ուղղության, անդրադարձի, բեկման և պատկերաստեղծման փորձեր կատարելու համար։ Սարքը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից՝ ոսպնյակի բռնիչ, F տառով LED լույսի աղբյուր, ոսպնյակներ, դիտման էկրան։ Քանի որ սարքը չի պարունակում լարեր և սովորական լամպեր, այն ավելի անվտանգ է օգտագործման համար։ Անհրաժեշտ է բացառել ոսպնյակների ընկնելը կոշտ մակերևույթին։ Օպտիկական համակարգը տեղադրենք սեղանին։ Տեղադրենք LED լույսի աղբյուրը և էկրանը։ Ոսպնյակի բռնիչի վրա ամրացնենք հավաքող ոսպնյակ և այն տեղադրենք էկրանի և լույսի աղբյուրի միջև։ Միացնենք լույսի աղբյուրը և տեղաշարժենք այնքան, մինչև էկրանի վրա ստացվի F տառի հստակ պատկերը։ Չափենք առարկայի հեռավորությունը ոսպնյակից և գրանցենք արդյունքները։ Չափենք պատկերի հեռավորությունը ոսպնյակից և գրանցենք արդյունքները։ Էկրանը և լույսի աղբյուրը թողնելով անշարժ, տեղաշարժենք ոսպնյակը այնքան, մինչև կրկին ստանանք հստակ պատկեր։ Այս դեպքում ևս չափենք առարկայի հեռավորությունը ոսպնյակից, պատկերի հեռավորությունը ոսպնյակից և գրանցենք արդյունքները աղյուսակում։ Փորձն ու չափումներն ավարտեցինք, այժմ կարգի բերենք սեղանը, սարքերը և սարքավորումները տեղավորենք իրենց արկղերում և անցնենք լրացված տվյալների մշակմանը։
Այժմ երբ չափեցինք առարկայի եւ պատկերի հեռավորությունները ոսպնյակից, օգտագործենք f-ը հավասար է u անգամ v բաժանած u գումարած v բանաձևը կիսակետային հեռավորությունը որոշելու համար։ Ինչպես տեսնում եք, երկու փորձերի դեպքում կիսակետային հեռավորության արժեքները նույնն են։ Սա հաստատում է, որ փորձն իրականացվել է ճշգրտությամբ եւ հաշվարկները հավաստի են։ Նկատենք մի քանի կարևոր օրինաչափություն։ Առաջին փորձում առարկայի հեռավորությունը ոսպնյակից համընկնում է երկրորդ փորձում պատկերի ոսպնյակից հեռավորության հետ։ Իսկ երկրորդ փորձում առարկայի հեռավորությունը ոսպնյակից հավասար է առաջին փորձում ստացված պատկերի ոսպնյակից հեռավորությանը։ Մենք փորձնական ճանապարհով որոշեցինք հավաքող ոսպնյակի կիզակետային հեռավորությունը։ Համոզվեցինք, որ երկրորդ անգամ առարկայի հստակ պատկերի ստացման դեպքում առարկայի հեռավորությունը ոսպնյակից նույնն է, ինչ առաջին դեպքում պատկերի հեռավորությունն էր ոսպնյակից։ Եվ երկրորդ դեպքում առարկայի հեռավորությունը ոսպնյակից հավասարվում է առաջին դեպքում ստացված պատկերի ոսպնյակի հեռավորությանը։ Շնորհակալություն, կհանդիպենք մեր հաջորդ տեսանյութում։